Սիրելիներս, ուզում եմ խոսել շատ կարևոր քրիստոնեական հատկանիշի մասին, քրիստոնեական բնույթի, գծի, տեսակի մասին, խոնարհություն։ Եթե չլիներ իմ խոնարհությունը Աստծո առաջ, ես ոչ ծառայություն կստանայի, ոչ ընդհանրապես կընդունվեի Տիրոջ կողմից, ոչ կմաքրվեի, կազատվեի, ոչ կդառնայի Նրանը, ոչ կօրհնվեի, այնպես ինչպես օրհնեց ինձ Տերը, ոչ էլ ծառայություն կստանայի ու չէի հասնի մինչև հիմա, որ ես ծառայում եմ, այսքան ամիսներ է, գրեթե տարի ես ծառայում եմ։ Եթե չլիներ իմ խոնարհությունը, եթե չլիներ իմ խոնարհությունը Աստծո առաջ եւ նրա զավակների, իմ կյանքում չէին լինի այն հրաշքները, որոնք ամեն օր այն պահից սկսած, երբ ես ընդունել եմ իմ Տիրոջը եւ նա ընդունել է ինձ, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան տեղի են ունենում իմ կյանքում։ Բայց ուզում եմ մի բան ասել, իհարկե, երբ Տեր Հիսուս Քրիստոսը գործում է մեր կյանքում, մեր կյանքը դառնում է հրաշք։ Ինչու՞։ Որովհետև մեր Տեր Հիսուսը հրաշք է, ամենակարող է, ամենազոր է, ամենաբարին է, ամենասիրողն է։ Եվ նա ուզում է իր զավակների կյանքում անընդհատ հրաշքներ մտցնել, բայց այդ ընթացքում ինչ է տեղի ունենում։ Չարի պայքարը ավելի է ուժգնանում, որովհետև եւս մեկը դարձավ Հիսուսին, եւս մեկը իրեն տվեց Հիսուսի կամքին, եւս մեկը վայելում է երջանկությունը ապրել Հիսուս Քրիստոսով եւ չարը ամեն կերպ փորձելու է հալածել մեզ։ Ուզում եմ ասել, որ երբ դու դառնում ես Հիսուս Քրիստոսինը, հալածվում ես չարի կողմից։ Պետք չի որ դու ծառա լինես Հիսուս Քրիստոսին, սովորական, Աստծո զավակի մասին եմ խոսում։ Դու միևնույն է հալածվելու ես, որովհետև չարը պայքարելու է, ինչպես թե այս մեկը կարող է լինել իմը կամ իմներ կամ գրեթե իմներ, բայց դարձի եկավ, վերադարձավ իր հոր մոտ, դարձավ իր Աստծունը, իր Տիրոջը ու պիտի ամեն կերպ չարը պայքարի, որ նորից հետ տանի, խափի, շպոտեցնի, մոլորեցնի եւ այլն։ Դրա համար չարի հարձակումները իհարկե շատանալու են, բացի այդ ինչպես կարող է չարը տեսնել, որ Հիսուսի զավակների երջանիկ են, խաղաղ են եւ հանգիստ լինի, ոչ, նա պետք է ամեն կերպ հարձակվի չարչարի։ Ուզում եմ ասել, որ երբ ձեր կյանքում լինում են այդ հարձակումները, դժվար վիճակները, բայց դուք Հիսուսինն եք ու հետն էլ ասում եք, ախր ես Հիսուսինն եմ, Հիսուսով եմ, ինձ տվել եմ Հիսուսի ձեռքերին, բայց այսինչ է կատարվում այս տանջանքները, չարչարանքները, հարվածները, ցավերը, բայց դրա հետ մեկտեղ միևնույն է դուք ամեն օր տեսնում եք Հիսուսի հրաշքները ձեր կյանքում, Հիսուսի ձեռքը ձեր վրա, դուք դա զգում եք, դա զգալ, չզգալ եւ չտեսնել անհնար է։ Իմացեք, Տեր Հիսուս Քրիստոսը մեզ պաշտպանում է 99%-ով, բայց 1% հարձակումները եւ հարվածները թողում է որ լինի։ Ինչու՞, որովհետեւ եթե չարի հարվածները ոչ մի կերպ մենք չզգանք հարձակումները, մենք իրականությունից դուրս կգանք, մենք պետք է զգանք իրականություն, թե ինչ է կատարվում։ Մենք պետք է հասկանանք, թե չարը ինչ է անում, ինչպես է գործում, ոնց է ուզում մեզ շեղել, տանել, որպեսզի պայքարենք։ Եվ այդ ընթացքում մենք նաև ավելի ուժեղ ենք դառնում, պայքարում ենք, ճանաչում ենք չարի, նրա գործելաոճը, ավելի ենք վազում դեպի մեր Տերը, ավելի ենք կպտում նրան, խնդրում ենք, որ մեզ ամուր պահի, որ հանկարծ մեր ձեռքը բաց չթողնի։ Իսկ եթե չարը իր գործը, որ անում է, Աստված թույլ չտա, որ մենք դա մեր վրա զգանք, այդ պաշտպանական վիճակը մեր ոնց մենք պետք է նախ չարից պաշտպանենք մենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ոնց մենք պետք է թույլ չտանք, որ չարը մեզ խափի, մեզ տանի մեր Աստծուց, այսինքն մեր մոտ էլ է պայքար սկսվում։ Բայց Աստված թողում է, որ դա 1% լինի, 5% լինի, չգիտեմ, մոտավորապես եմ ասում, որ մենք իրականության զգացումը չկորցնենք, որովհետև եթե 100% լինենք Աստծո ձեռքերի մեջ այն իմաստով, որ ոչ մի հարձակում չզգանք մեր վրա, մենք իրականության զգացումը կկորցնենք։ Մենք պետք է զգանք ինչ է կատարվում մեր հոգևոր դաշտում։ Մենք պետք է հասկանանք, տեսնենք, որ չարը այսպես հարձակվեց, այսպես ցավացրեց, այսպես կռիվ տվեց, բայց մեր Տեր Հիսուսը մեզ նրա ձեռքերից ինչպես է փրկում, նրա ճիրաներից ինչպես է փրկում, ինչ որ չափով մենք դա պետք է զգանք, մենք դա պետք է տեսնենք, որպեսզի գիտակցենք, որպեսզի ընդունենք, որպեսզի շնորհակալ լինենք, որպեսզի Տիրոջ հետ ամուր բռնած քայլենք եւ այլն, շատ են պատճառները, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ այդ հարձակումները մենք զգանք մեր վրա։ Բայց դա պետք է, դա հենց մեր համար է պետք, մեր եւ Աստծո հարաբերությունների համար է պետք, մեր
ուժեղանալու համար էլ է պետք, մեր ամրանալու, մեր հավատարմության, որ ինչքան որ չար իր գործ անի մենք մնում ենք հավատարիմ, ոչինչ, թող ցավը զգամ, ես իմ Հիսուսի հետևից եմ գնալու, ոչինչ թող ինձ վատ եղավ, ես իմ Հիսուսի հետևից եմ գնալու, ինչ որ մեկի կյանքում շատ վատ բաներ են լինում, եւ նա ասում է վերջ Հիսուսը ինձ չի սիրում, այս ամեն ինչի զուր էր, նա իմ համար չարեց, նա չփրկեց եւ այլն։ Իսկ ինչ որ մեկը ասում է կապ չունի թեկուզ այդ ամենամեծ ցավից հետո ես իմ Հիսուսին եմ սիրում, ես նրան հավատարիմ եմ, ես գնալու եմ նրա հետևից, վերջ, իմ միակը իմ Տեր Հիսուսն է։ Այսինքն միևնույն է, ես հիմա չեմ այդքանը կարող բացատրել, նախ այդքան գիտելիքը ոչ մեկս չունի, ոչ մի մարդ չի կարող Աստծո գործերն անքննելի են հասկանալ այն ամեն ինչ, որ Աստված անում է, բայց այն չափով, որ մենք հասկանում ենք, թեկուզ եթե քննարկեմ, խոսեմ, շատ երկար կտևի, բայց իմացեք, որ դա նորմալ է, դա լավ է նույնիսկ, երբ չարի հարձակումները դու զգում ես, ինչքան նրա հարձակումները շատ են, Տերը թույլ է տալիս, որ դու զգաս, իմացիր, դու այնքան ճիշտ ճանապարհին ես, այնքան Հիսուսով ես, որովհետև նա ով Հիսուսով չի, չարը նրան չի անհանգստացնում, չարը նրան չի նեղում, այսպես ասած, հակառակը ավելի գայթակղում է ու ավելի շատ ցանկությունները նրա իրականացնում են, նյութական եւ այլն տալիս է, թվում է թե դու հաջողակ ես եւ այլն, բայց պարզվում է դու ուղղակի Հիսուսով չես, չարը քեզ տալիս է քո ուզածները, այդ նյութական եւ այլն դու վերցնում ես, ուրախ ապրում ես եւ չարը քեզ չի անհանգստացնում։ Կռիվի պայքարի բան չկա։ Միևնույն է դու տվյալ մարդը օրինակ դու լսողին հենց չեմ ասում, տվյալ մարդը միևնույն է Հիսուսից հեռու է կամ Հիսուսին չի պատկանում, չարին է պատկանում կամ չարի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է գիտակցված կամ չգիտակցված, չարը ինչի պետք է նրանց անհանգստացնի, հակառակը կստեղծի ամեն պայմաններ իր հնարավորության չափում, որ այդ մարդը իրեն ավելի հաջողակ զգա, լավ զգա, Աստծուն չհիշի եւ այլն։ Այնպես որ ինչքան չարը ձեզ նեղում է, այնքան ուրախացեք, ցավոտ է, դժվար է, բայց ձեզ ուժ տալու համար ձեզ հիշեցրեք ու ուրախացեք։ Ես ինքս ինձ ասում եմ, չնեղվես, շատ լավ է ասում եմ, ուրեմն ճիշտ ճամփին ես, երբ որ ես իմ հետ խոսում ասում շատ լավ է, մեկը ոչ ընկճվելու եմ, ոչ հետ եմ նահանջելու, ոչ խեղճանալու եմ, որովհետև իմ Տեր Հիսուս Քրիստոսը իմ մեջ է, ամենազորը, ամենաուժեղը իմ մեջ է, իմ Աստվածը իմ մեջ է, ես ոնց կարամ խեղճանալ, ոնց կարամ թուլանալ, ոնց կարամ նեղվել, բայց կարող ենք իհարկե նեղվել, թուլանալ, խեղճանալ, ինչ որ պահերի, բայց նորից շարունակում ենք մեր Հիսուսով առաջ գնալ։ Դա նորմալ է, մենք մարդ ենք, բայց ես ինքս իմ հետ այդպես խոսում եմ, ասում եմ, սատանային ասում եմ, հեռացիր, անիմաստ է, դու ինձ ոնց էլ ցավացնես, միևնույնն է, ես Հիսուսինն եմ, Հիսուսի դեմ դու ոչ մի բան ես, ես իմ Հիսուսով քեզ հաղթել եմ, որովհետև իմ Հիսուսը քեզ հաղթել է, ու ես ինձ հիշեցնում եմ, Աննա, եթե ինչքան շատ է չարի հարձակումը, հիշի, այնքան ճիշտ ճամփին ես, այնքան ճիշտ ես, այնքան Տիրոջով ես, առաջ գնա։ Դուք էլ ձեզ դա հիշեցրեք, որ ով որ Հիսուսով չի, հարձակումները չկան, ով որ Հիսուսով է, ըստ այդ չափի էլ հարձակումները կարող են շատանալ։ Այնպես որ չարի հարձակումները լավ նշան է այդ իմաստով, որովհետև կարող է մարդը ուրիշ իմաստով ուղղակի սխալված լինել, չարի թակարդը ընկած լինել, ու արդեն չարը իր էություններով ուղղակի հարձակումներ գործի, մարդուն հասցնի նույնիսկ խելագարության, այդ հարձակումների մասին ես չեմ խոսում, երբ չարը ձեզ հանգիստ չի տալիս, բայց դուք էլ Հիսուսին չեք պատկանում, ձեզ չեք հանձնել Հիսուսի ձեռքերին, բայց չարն էլ ձեզ հանգիստ չի տալիս, նրա էություններն են հայտնվում ձեր կյանքում, նրա էություններն են հայտնվում ձեր մեջ եւ այլն։ Ես այդ հարձակումների մասին չեմ խոսում, այդ տանջանքների մասին չեմ խոսում, այլ այն դեպքերի մասին եմ խոսում, երբ դուք Հիսուսի ճանապարհով քայլում եք, ճշմարիտ ճանապարհով, եւ դուք ձեզ ամբողջովին հանձնել եք Տիրոջ կամքին, Տիրոջ ձեռքերին քայլում եք նրա հետևից, բայց չարը ձեզ հանգիստ չի տալիս։ Ես այդ մասին եմ խոսում։ Այն էությունների մասին, նրանց պատճառած անհանգստությունների մասին, ինչպես են էությունները հայտնվում մարդու մեջ, մարդու կյանքում, եւ տանջում են նրան, շատերին դարձնելով հիվանդ, շատերին դարձնելով
հոգեկան խնդիրներով մարդ եւ այլն, շատերին էլ այդպես գայթակղելով եւ տանելով իր դաշտը, այդ թեմաներով հետո կխոսեմ, հիմա չէ։ Իրականում ես ուզում եի խոսել խոնարհությունից, բայց Սուրբ Հոգին ինձ ուղղորդեց այլ տեղ, ուրեմն ինչ որ մարդիկ դրա կարիքը ունեին։ Հիմա դա էլ է իրականում հենց խոնարհություն, որովհետև դու խոնարհ ես Աստծուն, դու հավատում ես, դու վստահ ես, գիտես, որ դու գնում ես քո Հիսուսի հետևից, դու նրա կամքը ընդունել ես եւ վերջ քայլում ես Տիրոջ հետևից։ Հիմա որն է այդ խոնարհությունը, երբ մենք մեզ հանձնում ենք Տիրոջ ձեռքին, մենք մեր եսը, չպիտի այլևս լինի ես, եթե դու Աստծունն ես, եսը չկա։ Անձդ դնում ես մի կողմ, անձդ մոռանում ես, վերցնում ես քո խաչը, քո դժվարությունները, քո ճանապարհը, որ պիտի անցնես դու դժվարությունները, այն բեռը դժվար ծանր, վերցնում ես ու գնում ես Տիրոջ հետևից մինչև վերջ, հավատարիմ կերպով։ Ով է այդ խոնարհ մարդը, որ ընդունել է Տիրոջ կամքը, ենթակա է, հավատարիմ է, երբ դու չես մտածում այլևս, որ ես այսպես կուզեի կամ այսպես չի ուզի, ես այսպես պիտի անեմ կամ այսպես պիտի չանեմ, ու եթե դա չլինի քո կյանքում, մոտդ հուսահատություն ես սկսվում, նեղվում ես։ Խոնարհը այն մարդն է, որ չի ասում ես այսպես եմ ուզում կամ այնպես, ես պիտի այսպես անեմ կամ այնպես։ Նա չունի իր ուզած, իր ցանկացած ինչ որ ամուր, հստակ, այնպիսի մի բան, որ չէ, պետք է այսպես լինի։ Ոչ, խոնարհ ես, երբ ընդունում ես Տիրոջ կամքը, քեզ տալիս ես նրա ձեռքերին ամբողջովին, հանձնում ես քեզ ու ասում ես Տեր, ես քոնն եմ, ինձ ոչինչ պետք չի, ինձ պետք է միայն այն ամենը, ինչ որ քո կամքն է, դու կտաս, բայց ինձ ամենաառաջինը պետք է դու ու ինչ դու ինձ կտաս, ես դա կընդունեմ սիրով, խոնարհությամբ, շնորհակալությամբ, երջանկությամբ։ Եթե ինչ որ բաներ ես կուզենամ, բայց դու դա ինձ չես տա, ես կհասկանամ, որ ուրեմն դա իմ համար լավ չէր, որովհետև քո կամքն է բարին, եւ ես ընդունում եմ քո կամքը, եւ թող քո կամքը լինի, գործի իմ կյանքում այն ամենը, ինչ քիզանից է, ես դա եմ ուզում։ Այն ամենը, ինչը քոնն է, քո տվածն է, քո օրհնածն է, ես դա եմ ուզում։ Թող չլինի իմ պատկերացրած ձևով, թող չլինի իմ ուզած ձևով, ես քեզ եմ ուզում, քո տվածն եմ ուզում։ Ու այդ ժամանակ ձեր պատկերացրածից, ձեր ուզածից էլ հազարապատիկ լավը կտա Աստված, որովհետև նա կատարյալ, ամենազոր, ամենահրաշք Աստվածն է։ Հիմա խնդրեք Տիրոջը, որ ձեզ տանի իր ձևով, իր կամքով, իր որոշմամբ։ Տեր, դու ինչպես ես պատկերացնում իմ կյանքը, դու ինչպես ես ինձ պատկերացնում, դարձրու այդպես ամեն ինչ իմ կյանքում։ Ես ինձ քեզ եմ տալիս, ինձ ոչինչ պետք չի։ Ես իմ հոգին, իմ կյանքը, իմ սիրտը, իմ մարմինը, իմ միտքը ամբողջը տալիս եմ քո ձեռքերին, արա ինչպես ուզում ես։ Ես չեմ էլ որոշում, դու որոշիր։ Ես միայն շնորհակալ եմ, ես միայն ընդունում եմ, ես միայն խոնարհվում եմ։ Ու երբ քո կյանքում, քո օրվա մեջ ինչ որ բաներ լինեն, որ իրականում այդ պահի համար այնքան էլ իբր կարծես թե լավը չէր, դու արդեն գիտես, ասում ես ոչ, ես ընդունել եմ Տիրոջ կամքը, ես խնդրել եմ նրան, որ իր կամքը լինի իմ կյանքում, ուրեմն ես թույլ եմ տվել, ես ուզել եմ, որ միայն Տիրոջ կամքը լինի իմ կյանքում, ուրեմն սա Տիրոջ ձեռքն է, սա Տիրոջ գործն է, ինչ որ տեղի ունենում, եւ ես սա ընդունում եմ խոնարհաբար, շնորհակալությամբ եւ երջանիկ կերպով։ Եվ մի քիչ կանցնի ու դու կտեսնես, որ Տերը ինչ բարին էր քո կյանքում գործում, բայց առաջին հայացքից թվաց, թե լավ չի, այնքան էլ քեզ լավ չի կամ հարմար չի, նպատակահարմար չի կամ ինչ-որ բան։ Խոնարհ եղիր Տիրոջ կամքին եւ քո կյանքում ինչ էլ որ տեղի ունենա, եթե դու Տիրոջով ես, հանձնել ես Տիրոջ ամեն ինչ, ընդունիր, մի ըմբոստացիր, մի նեղացիր, ասա դու այսպես չարեցիր, ես քոնն էի, ես քեզ ընդունեցի, ես տվեցի քեզ ամեն ինչ, հանձնեցի քո ձեռքերին, իսկ դու տես ոնց ես անում։ Մի նեղացեք Աստծուց, ինչպես կարող եք նեղանալ Աստծուց, Աստծո գործերը անքննելի են, դուք չգիտեք նա ձեր համար ինչ է պատրաստում։ Կամ ինչ ճանապարհով պիտի անցնեք թեկուզ դժվար, որպեսզի մաքրվեք, որպեսզի ձեր հավատարմությունը, ձեր նվիրումը երևա։ Չէ՞ որ Աստված էլ է ուզում, որ դուք ձեր սերը, ձեր հավատարմությունը, ձեր խոնարհությունը ցույց տաք ձեր գործերով, ոչ թե խոսքերով։ Խոսքերով յուրաքանչյուրն էլ կարող է ասել, խոսել,
բայց դուք պետք է նրա հետ համաձայնվելով, Տիրոջ հետ, Տիրոջ գործերի հետ համաձայնվելով, որը որ ձեր պատկերացրածը չի այնքան է, համաձայնվելով ցույց տաք ձեր խոնարհությունը, ցավի մեջ, դժվարության մեջ, ցույց տաք ձեր հավատարմությունը։ Ձեր կյանքում կարող է ամեն ինչ խառնվել իրար ու դուք ասեք Աստված, չես տեսնում, ես ինչա կատարվում, դու ո՞նց ես թողնում, բայց հավատարիմ ու խոնարհը այդպես չի ասի։ Կասի Տեր ջան, դու ես գործում, ես գիտեմ, որ դու ես գործում, շնորհակալ եմ, ընդունում եմ, օրհնիր ինձ, ողորմիր ինձ, չթողնես ինձ ոչ մի վարքյան, ես ընդունում եմ, ինչ է լինի, ես մեկա քեզանից ոչ մի քայլ չեմ հեռանալու, ես քոնն եմ, հիմա ու հավիտյան, ձեռքս բաց չթողնես, տար ինձ քո հետ, քո հետևից, ու ինչ փոթորիկ է լինի, ինչ դժվարություն է լինի, ընդունում եմ խոնարհաբար, թող կատարվի ինչ որ դու ես ուզում։ Երբ կյանքում մարդկանց հետ եք շփվում, նրանք Հիսուսի զավակներն են, դուք չեք միայն Հիսուսի զավակը, այսինքն չպետք է ձեր հանդեպ լինեն լավ միայն եւ այլն, արդար, բարի, սիրով, զիջող եւ այլն, դուք ինքներդ պետք է լինեք, չէ՞ այդպեսին։ Դա էլ է խոնարհություն, խոնարհություն Աստծուն, երբ քեզ կարող են նեղացնել, վիրավորել կամ քո կարծիքով անարդար լինել եւ այլն, դու խոնարհ ես մնում Աստծուն, ընդունելով, հասկանալով, զիջելով, համբերելով եւ ստացվում է դու խոնարհ եղար նաեւ նրա զավակներին, դու խոնարհ եղար Աստծուն, դրա համար կարողացար այդ հատկանիշները ցույց տալ։ Երբ քեզ նեղացրեցին, դու լռեցիր, բայց չչարացար քո մեջ, ներեցիր, սիրեցիր, մոռացար, ներեցիր, սիրեցիր, հասկացար, պատճառներ գտար քո մեջ, ինչու այդ մարդը այդպես արեց։ Եթե ես լինեի նրա փոխարեն, ինչ կանեի։ Այսինքն, երբ որ դու փնտրում ես արդարացումներ այդ վատի, իբր վատի կամ իրոք վատի, որպեսզի ներես, սիրես, զիջես, համբերես, դա քո խոնարհությունն է, որովհետև դու Աստծուն խոսք ես տվել, որ պիտի լինես սիրող, ներող, չչարանաս։ Դրանք բոլորը քո խոնարհության արտահայտման ձևերն են։ Ես խոնարհ եմ իմ Հիսուսին, ես չեմ կարող իր հետ խոսել, իրեն խոնարհվել, բայց թեքվեմ ու նրա զավակների հետ ինձ ուրիշ կերպ պահեմ։ Իմ եսը ցույց տամ, իմ կարևորությունը, ինձ չնեղացնեք, ինձ հանկարծ չմոտիկանաք, զգույշ անցեք իմ կողքով, ինձ չզրպարտեք, ինձ չմեղադրեք, ինձ չդատեք։ Ոչ, երբ որ քեզ կզրպարտեն, կդատեն, կմեղադրեն, դու փորձիր հասկանալ, եթե դու նրա փոխարեն լինեիր, ինչ կանեիր։ Կամ եթե նա սխալվեց, իրոք սխալվել է քո հանդեպ, ճիշտ է, ու դու չես կարողանում գտնել արդարացում, հիշիր, որ դու էլ ես մարդ, դու էլ ուրիշ տեղում կարող ես սխալվել, նա այդ հարցում սխալվեց, դու ուրիշ հարցում ես սխալվելու, սխալվում, ուզում ես, որ Աստված քեզ ների, ուզում ես, որ դիմացինը քեզ ների, բայց դու ոնց չներես։ Դրանք բոլորը խոնարհություններն են Աստծուն, ինչի, որովհետև դու Աստծուն խոսք ես տվել, դու կամեցել ես, ուզել ես, որ նա գործի քո կյանքում, դու էլ պետք է փոխվես, չի լինի մի կողմանի, Աստված գործի, բարին գործի, օրհնի, շնորհի, ողորմի, բայց դու մյուսների հանդեպ այդ գծերը ցույց չտաս, որովհետև դու էլ դա Աստծո զավակների վրա պետք է ցույց տաս, որովհետև ինչ որ Աստծո զավակների հանդեպ կանես, դու դա անում ես Աստծո հանդեպ։ Դու Աստծուն ներելու բան չունես, չենք կարող, մենք ոնց, դա աբսուրդ է իհարկե։ Աստծուն ներելու, Աստծուն զիջելու, Աստծուն, բայց դու նրա զավակների հանդեպ քո այդ գծերը ցույց տուր ու դրանով խոնարհ եղիր Աստծուն, թեկուզ քեզ ցավոտ է, թեկուզ քեզ դժվար է, բայց դու խոնարհ ես այդպես։ Երբ որ քեզ ինչ-որ մեկը օգնություն կխնդրի, ու քեզ հարմար չի, դժվար է, բայց դու կօգնես նրան, դու խոնարհ ես Աստծուն, քեզ հարմար է այդ օգնելը, նորից դու խոնարհ ես Աստծուն։ Քեզ նեղություն տալով ինչ-որ բաներ անել մյուսների համար, դու Աստծո զավակների համար ես անում, նրանք նույնպես քեզպես զավակներ են, դու խոնարհ ես Աստծուն։ Եվ դու փորձում ես բոլորի արարքները հասկանալ, արդարացնել, սիրել, ներել, զիջել, համբերել,
դու խոնար ես, օգնել, որովհետև ամեն պահի մեջ դու հիշում ես Հիսուսին, չես մոռանում նրան, ու սկսում ես քո լավ կողմերը ցույց տալ, եթե դրանք քիչ են, չունես, թույլ են, սկսում ես խնդրել Տիրոջը, որ օգնի քեզ, դառնաս այդպիսին, այսինքն դու խոնարհվում ես Աստծու առաջ, որովհետև դու քո անձը, քո եսը դնում ես մի կողմ, դու մոռանում ես, ինձ վիրավորեցին, մոռանում եմ, ես ուզում եմ հասկանամ այդ մարդուն, կարող է ինքը ցավից ինձ վիրավորեց, կարող է սխալվեց, կարող է շփոթվեց, կարող է հենց ուղիղ վիրավորեց գիտակցելով, ոչինչ, ես կներեմ իրեն, մարդ է, սխալ է, ես էլ եմ մարդ, սխալվում եմ, ինչ է ստացվում, դու քո անձը դրել ես մի կողմ, դու դարձել ես խոնարհ Աստծուն, դու գնում ես նրա հետևից եւ փորձում ես նմանվել ինչ-որ չափով քո Տիրոջը, ինձ մեկ լինում է, որ գրում են, մենք չենք կարող նմանվել, մի ասա այդպիսի բան, մեզանից ոչ ոք չի կարող նմանվել, մենք մեր չափով կարող ենք նմանվել, Հիսուսը բարի է, մենք էլ կարող ենք բարի լինել, բայց Հիսուսի բարությունը իհարկե չենք ունենա, Հիսուսը սիրում է, մենք էլ կարող ենք սիրել, բայց Հիսուսի սերը այդ չափը ոնց կունենանք, Հիսուսը զիջող է, մենք էլ կարող ենք զիջել, մենք էլ կարող ենք նրա պես համբերել, մենք էլ կարող ենք նրա պես կարող ենք օգնել, բայց նրա պես չէ, կարող ենք օգնել, այսինքն մենք Աստծուն ոչ մի կերպ չենք կարող մոտենալ, դա համեմատություն չի, որ դուք ինձ սխալ եք հասկանում, բայց մենք կարող ենք նրան փորձել նմանվել, լավ հատկանիշները աշխատել մեր վրա, խնդրենք, որ Տերը օգնի ու դառնանք, ես շատ եմ Տիրոջը խնդրում, որ ինչքան էլ որ ինձ դարձրել է ներողամիտ, ամեն օր ավելի շատ ավելի ներողամիտ դարձեմ, ինչքան էլ որ կամ, ինչքան էլ որ նա դարձրել է, դա նրա արածն է, իմը չի, իմ արժանիքը չի, ավելի ու ավելի ներողամիտ դարձնի Տերը ինձ, օրինակ դա ինձ շատ պետք է, ես դա նրան խնդրում եմ շատ, մենք պետք է խնդրենք ու Տերը մեզ կտա կօգնի, խնդրենք, որ ավելի շատ սեր դնի մեր սրտի մեջ, կարեկցանք, հավատ, վստահություն, հավատարմություն եւ նա կշատացնի այդ հատկանիշները, կամրացնի, կուժեղացնի, եթե չկա կտա, կշնորհի, բայց քո կյանքում, երբ որ դու ամեն ինչ անելուց հիշում ես Տիրոջը, ինչպես նա կուզենար, որ դու լինեիր, ինչպիսին նա կուզենար, չէ որ դու ուզել ես, խոստացել ես, ուզել ես, ընդունել ես, Տեր իմ ինձ դարձրու այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, ես ինձ հանձնում եմ քեզ, ու այդ պահից արդեն մենք պետք է դառնանք խոնարհ, հասկանանք ամեն անգամ, որ սա Տիրոջ կամքն է, որ ես պետք է այնպես անեմ, որ Տիրոջս հաճելի լինեմ, դուր գամ, որ իմ սիրով Տիրոջ զավակների հանդեպ ես իմ սերը ցույց եմ տալիս Տիրոջս հանդեպ, դրանք բոլորը խոնարհություններ են, չի լինի այսպես, ես Հիսուսին եմ, ես հավատում եմ իրեն, ես սիրում եմ իրեն, ես իր զավակն եմ, վերջ, ես յուրահատուկ եմ, ես իրանն եմ, ինքն ինձ պաշտպանում է մի ուրիշ յուրահատուկ ձևով, ինքն ինձ սիրում է մի ուրիշ յուրահատուկ ձևով, բայց մյուսներն էլ քեզպես հավասար Հիսուսի զավակներն են, սիրված են, ներվում են քեզպես, ընդունվում են քեզպես Աստծու կողմից, պաշտպանվում են քեզպես Աստծու կողմից, օրհնվում են, բոլորս Աստծու զավակներն են, եթե մենք իրար չսիրենք, մենք մեզ առանձնացնենք, սարքենք յուրահատուկ, չի լինի, այդպես արդեն չեղավ, այդպես դու քո անձն ես բարձրացնում, չեղավ, բայց հակառակը պիտի լինի, դու քո անձը պետք է մոռանաս, ապրես Հիսուսով, քայլես նրա հետևից, խոնարհվես նրա կամքին, ընդունես նրա կամքը գոհությամբ, շնորհակալությամբ, երջանկությամբ, սիրով և սիրես Տիրոջ երեխաներին նաև, զավակներին։